Բարի լույս, սիրելիներ, Պողոս Առաքյալը Եփեսացիներին ուղղված իր նամակի 3-րդ գլխում հետևյալն է գրում. Ահա թե ինչու ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջ, որից իր անունն է ստանում ամեն ազգատոմ երկնքում եւ երկրի վրա, որպեսզի դուք ըստ իր փառքի մեծության իր հոգու միջոցով զորությամբ ամբրանաք ներքնապես, այնպես որ ձեր հավատի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում, եւ դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թե ինչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը եւ խորությունը, այսինքն ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանց է, քան ամեն գիտություն, որպեսզի լցվեք Աստծո լրիվ ամբողջությամբ։ Սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշը Քրիստոսի սիրո մասին է։ Ինձ համար լավագույն բանաձևը պատկերացնելու համար այդ սերը Քրիստոսի թափված արյունն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա մահացավ, իր արյունը տվեց, ցույց տալով, թե որքան է սիրում յուրաքանչյուր մեկից։ Այսօր մեր այսօրվա ապրումի մեջ պետք է հարց տանք ինքներս մեզ, որքանով ենք մենք գնահատում այդ արյան գինը, որքանով ենք մենք կարողանում Քրիստոսի արյան դիմաց ցույց տալ, որ մենք արժանի ենք այդ գության, մենք ուզում ենք ունենալ այդ գիճը։ Այսօր մարդը անհոգ ապրում է, թվում է, թե իրեն բացարձակ էլ հետաքրքիր չէ Քրիստոսի թափված արյունը, Քրիստոսի զոհաբերությունը իր համար։ Եվ սա ամենամեծ հանցագործությունն է, որովհետև պատասխան պիտի տանք մենք Քրիստոսին։ Չէ՞ որ այդ արյամբ Քրիստոս գնեց ինձ, քեզ, յուրաքանչյուր մեկից։ Գնեց, որպեսզի մենք մեղքին պատասխան չտանք այլևս, այլ պատասխան տանք իրեն, այն կյանքի համար, որ իր արյան միջոցով մեզ սնուցում է, տալիս է եւ պահպանել է հասցնելու համար հավիտենության։ Ուրեմն սիրելիներ, որպեսզի մենք հասկանանք, թե ինչու պիտի ծնկի կանք Տիրոջ առաջ, նաև կետ է մեզ այսօր Քրիստոսի սերը։ Չկա ավելի մեծ սեր այս կյանքում, քան այն, որ մեկը պատրաստ է իր անձը տալ իր ընկերոջ համար, եւ Քրիստոս այդ անձը տվեց։ Իր անձը տվեց ինձ համար, ձեզ համար, որպեսզի ես եւ դուք յուրաքանչյուր մեկս ավելի լավը լինենք։ Եվ որպեսզի մենք կարողանանք պատասխանել Տիրոջը, մենք պիտի ապրենք քրիստոնյային վայել կյանքով։ Գոնե Տիրոջը ուրախացնենք, որովհետև այդ արյունը անգին է։ Մենք չենք կարող երբեք վճարել Տիրոջը, ասելով, որ մենք այլևս ազատ ենք քո արյունից, որովհետև անգին է, բայց դրա փոխարեն կարող ենք ճիշտ ապրել, ասելով, որ Տեր, փառք քեզ, որ քեզ զոհաբերեցի, քեզ բարի եւ խաղաղորձ ես, Աստված